Instigate ընկերությունը ստացվել է 2004 թվականին Երևանում, ինժեներական կառույց է, գործունեության ոլորտն էլ ընդգրկուն։ Էլեկտրոնային սարքերի նախագծում, ռոբոտաշինություն, ինչպես նաև ծրագրավորման տարբեր ոլորտներ, բարդ ինժեներական ծրագրերից սկսած վերջացրած ցանցային ծրագրավորում, առցանց կայքերի ստեղծում եւ դյուրակիր համակարգիչների համար, բջջային հեռախոսների համար ծրագրավորում։ Ռոբոտաշինության նայրի լաբորատորիաների ցանցի հիմնում, առաքս օպերացիոն համակարգի ստեղծում, Վահագն Պողոսյանը ներկայացնելով Instigate ընկերության դերբերումները հպարտությամբ է խոսում այն մասին, որ համակարգիչների մասերի մի խումբ արտադրված է Հայաստանում։ Համակարգիչները տպված են Հայաստանում, իրենց կառավարները տպված են եռաչափ տպիչների միջոցով, որոնք նույնպես նայրի լաբորատորիայի բաղադրիչներից մեկն է։ Եռաչափ տպիչ շաղափային հաստոց, որոնցով երեխաները իրենց ռոբոտի մասերը կտրում են կամ ձուլում են նյութից, այդ թվում նաև համակարգչի քեզը, հա։ Համակարգիչների պլատաները, ուրեմն սալիկները էլեկտրոնային մի մասը արտադրվում է արդեն Հայաստանում, այսինքն երեխան տեսնում է, որ իր երկիրը կարող է արտադրել նման գործիքներ, հասկանում որ եթե ինքը այս մասնագիտությունը ընտրի, ինքը աշխատատեղ կունենա։ Instigate-ը մասնաճյուղեր ունի Ստեփանակերտում, Վանաձորում, Գյումրիում եւ Ախալքալաքում։ Վերլուծելով ընկերության տասամյա գործունեությունը, այն եզրահանգմանն են եկել, որ մասնաճյուղերի բացումը ոչ միայն աշխատատեղեր է ապահովում տվյալ բնակավայրերի համար, այլ նաեւ շահութաբեր է ընկերության համար։ Եթե Գորիսում 24 աշխատողներին շուտով եւս 7 կմիանան, ապա Ստեփանակերտում խնդիր կա աշխատողների քանակը հասցնել գոնե 20-ի, եւ դա այն դեպքում, երբ այստեղ մասնաճյուղն ավելի վաղ են բացել։ Վահագն Պողոսյանի կարծիքով քարոզչության պակասի արդյունքն է սա, մարդիկ տեղեկացված չեն։ Առաջինը լուսաբանման խնդիր է զուտ, որ կա այսպիսի մասնագիտություն, որը մեծ քանակությամբ աշխատատեղ ունի Հայաստանում, որ մոտապես 150,000-ից սկսում է ու տարեկան 100,000-ով աշխատավարձը բարձրանում է, որ նույնիսկ առանց համալսարանական կրթության հնարավոր է 5 տարվա մեջ 500,000 աշխատավարձ ստացող մասնագետ դառնալ։ Երկրորդ խնդիրը գալիս է կրթական համակարգից։ Ավագ դպրոցը չի նպաստում սովորողների մասնագիտական կողմնորոշմանը։ Instigate-ը մտահղացել է այդ համակարգում ստեղծել լաբորատորիաների ցանց, որտեղ աշակերտները արտադպրոցական ծրագրի շրջանակներում կստանան համապատասխան հմտություններ, որի հիման վրա նրանք ապահովված աշխատատեղ կունենան։ Այդ երեխաները պատրաստ կլինեն 100-150,000 աշխատավարձով ընդունվել Instigate ու դա արդեն ցույց կտա, որ այդ ծառուցը կոտրվի, հա, այսինքն պարտադիր չի, որ երեխան անպայման բոլոր երեխաները, ասենք 80% Հայաստանի երեխեքի գնա մագիստրատուրա։ Դասընթացների լավագույն ունկնդիրներն այդպիսով ավագ դպրոցն ավարտելուց հետո աշխատատեղ կունենան, որին զուգահեռ կունենան նաև հեռահար կրթության հնարավորություն։ Այժմ համալսարանների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվում մասնագիտական հոսք բացելու համար։ Արցախի պետական համալսարանի հետ արդեն համաձայնության են եկել։ Իսկ Ստեփանակերտում առաջին լաբորատորիան բացվելու է համար 8 դպրոցի բազայի վրա, որից սակայն կարող են օգտվել նաև մյուս դպրոցների աշակերտները։ Արցախում ծրագիրը մեկնարկել է Բերձորից, որտեղ արդեն 2 ռոբոտաշինության լաբորատորիա է գործում։ Հայաստանում ցանցն արդեն 55 դպրոց է ներառում, ծրագրում են նաև ռոբոտաշինությունը որպես առարկա դասավանդել դպրոցներում։ Մարինե Մկրտչյան, Հովիկ Արաքելյան, օր։